Ձեռքբերման աջակցության ծրագիր հաստատելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Համեցեք, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, մեզանից անկախ Հայաստանի Հանրապետությունից, մեր կառավարությունից անկախ աշխարհաքաղաքական որոշակի զարգացումներով պայմանավորված պարտանյութերի համաշխարհային գները արձանագրել են բավականին գնաճ, որի արդյունքում առաջացել է անհրաժեշտություն աջակցել մեր ֆերմերներին, մեր ֆերմերային տնտեսություններին պարարտանյութերի ձեռքբերման գնի սուբսիդավորման միջոցով։ Նախագծով առաջարկում ենք մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը սուբսիդավորել ամեն պարկի, այս դեպքում 50 կիլոգրամի համար մեկ վաճառքի գնի եւ 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավել, քան 50 կիլոգրամի մեկ պարկի համար 3000 դրամը։ Օրինակ, եթե 10500 դրամ է գինը 50 կիլոգրամանոց քաշով մեկ պարկ ազոտական պարարտանյութինը, ապա կառավարությունը կսուբսիդավորի 2500 դրամ, 10500 հանենք 8000, 2500։ Եթե 11500 լինի, տարբերությունը չնայած 3500 է, կսուբսիդավորենք 3000 դրամի չափով։ Մեկ շահառուի առավելագույն ձեռքբերման սահմանաչափը ծրագրի շրջանակում 30 հեկտար է։ Այնտեղ ամեն ապրանք տարբեր է, օրինակ ազոտական պարարտանյութի դեպքում մոտավորապես 1 հեկտարի համար 500 կիլոգրամ է պետք, ֆոսֆորականի ու կալիումականի դեպքում 400 կիլոգրամ է պետք, եւ եթե օրինակ քաղաքացին ունի 40 հեկտար, իրեն 30 հեկտարի չափով կաջակցենք, այն մյուս 10 հեկտարը արդեն առանց սուբսիդավորված կլինի։ Ծրագրի շրջանակում սուբսիդավորվելու է եւ ներմուծվող եւ Հայաստանում արտադրվող պարարտանյութերը, անկախ տեսակից՝ ազոտական, ֆոսֆորական, կալիումական կամ դրանց համակցությունը։ Ծրագրի հաստատումից հետո մատակարարները մեխանիզմը նկարագրեմ, ինչպես է տեղի ունենում, մատակարարները կամ արտադրողները դիմում են էկոնոմիկայի նախարարություն եւ ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում ընդգրկվում են մատակարարների ցանկում։ Շահառուները դիմում են համայնքին ներկայացնել ծրագրի պահանջ ասելով նկատի ունենք հարկային, վարկային պատմություններ, այսինքն այստեղ էլ այդ բարենպաստության հանգամանքը կա։ Շահառուները դիմում են համայնքին, այսինքն քաղաքացին դիմում է համայնքին ներկայացնելով, թե իրեն ինչքան պարարտանյութ է անհրաժեշտ եւ իր նախընտրելի մատակարարը ով է։ Համայնքների ղեկավարներն ամփոփում են շահառուների դիմումները եւ դիմում են մատակարարին։ Մատակարարի հետ համաձայնելուց հետո, մինչև մատակարարումը համայնքների համար բացված հատուկ հաշվին շահառուները անկանխիկ եղանակով փոխանցում են չսուբսիդավորվող գումարի մասը, կլինի 8000, 8500, 9000 էական չի։ Պարարտանյութի մատակարարումից հետո համայնքը չսուբսիդավորվող գումարը փոխանցում է մատակարարի հաշվեհամարին, իսկ սուբսիդավորման գումարը փոխանցելու համար համայնքը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնում է կառավարություն, այս դեպքում էկոնոմիկայի նախարարություն, եւ որի հիման վրա էլ մենք արդեն գումարը մնացած մասը փոխանցում ենք մատակարարին։ Սա է ամբողջ ծրագիրը, պարոն։ Պարոն Պապոյան, գնահատական ունենք, թե քանի գյուղացիական տնտեսություն այս ծրագրից կօգտվի։ Պարոն վարչապետ, այս պահին այդպիսի հստակ չեն կարող ասել, որովհետև նաև մի Չէ, ինձ թվի կարգն է հետաքրքիր։ 5000, 10000, 50000, 100000 մի մասը արդեն ձեռք է բերել մեր քաղաքացիների։ Չնայած հատուկ նաև այդ նպատակով, եթե անկեղծ մոտ 1 շաբաթ առաջ, երբ որ արդեն բարձր որ այս նախագիծը այս տեսքով ենք ընդունելու, ես հայտարարել էի, որպեսզի նաև մարդիկ որոշեն իրենք օրինակ սպասեն մատչելի ձեռք բերեն, թե եթե շտապ է հիմա ձեռք բերեն ավելի թանկ գնով, այդ մասով մի քիչ գնահատականները կարող են տարբեր լինել, որովհետև ամեն օր մարդիկ ձեռք են բերում եւ ամեն օր շատ լավ։ Եվ հաջորդը իհարկե պարոն Պապոյանը նշեց, որ այս թանկացումները կապված են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հետ, բայց նաև ուրախալի է, որ Մերձավոր Արևելքում իրադրությունը որոշակի դրական զարգացումներ ունի, էական դրական զարգացումներ ունի, մասնավորապես Հորմուզի նեղուցի մասով։ Եվ պարոն Գևորգյան, այստեղ շատ կարևոր եմ համարում, որ մենք ճիշտ մոնիտորինգ անենք շուկան, որովհետև ցավոք երբեմն մեր մոտ լինում են դրսևորումներ, երբ որ ճգնաժամերը առաջանում են,
գնաճերը արձանագրվում են, բայց երբ որ ճգնաժամերը հանգուցալուծում են, գները այդքան էլ բանը հաճույքով չեն վերադառնում իրենց նախկին տեղերին, եւ այս առումով մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարծում եմ, որ լավ կլինի, որ մոնիտորինգ անի եւ այնտեղ որտեղ օբյեկտիվ տեղ կա, գներին համոզեք, որ հետ գնան իրանց հին տեղերը, համեցեք։ Շնորհակալ եմ, Էդզարգո վարչապետ, մենք նախապես մոնիտորինգ իրականացրել ենք եւ այդ թվերը ներկայացրել ենք էկոնոմիկայի նախարարության գործընկերներին ու իրապես մենք տեսել ենք, որ պարարտանյութի շուկայում օբյեկտիվ գների բարձրացում, նաև աշխարհագրության փոփոխություն, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս հանդիսանում էր արտահանող երկիր պարարտանյութի ֆայսանություն ներկրում էր։ Մենք մի հատ էլ գործողություն ենք անելու, քանի որ պարոն Պապոյանը նշեց, որ իրանք սուբսիդավորել են գնի եւ 8000-ի տարբերություն, որ մեր տնտեսվարները չփորձեն, հուսով ենք չեն անի, մենք իրենց այդ կոմունիկացիայի մեջ ենք եւ իրենց բարեխիղճ կպահեն եւ գինը չեն բարձրացնի այնքանով, որքան պետք չէ, կբարձրացնեն այնքան, որքան տնտեսապես հիմնավոր է, որպեսզի այդ արանքը տրամաբանական կապը չկորի եւ իհարկե մենք ոչ միայն պարարտանյութի, դիզելի, բենզինի շուկան ենք նաեւ անդադ մոնիտորինգի ենթարկում եւ այս պահին կարելի ասել Հայաստանի Հանրապետությունում գների բարձրացումը տնտեսապես համաունչ է եղել եւ նայենք հիմա եվրոպական նույն երկրներում այնտեղ դիզելի եւ բենզինի գները էական բարձրացել են եւ մեծ բան է եւ ես հուսով եմ, որ այս Հորմուզի նեղուցի խնդրի լուծումը շուտապույտ կլինի եւ գների դինամիկան հակառակ էֆեկտ կունենա։ Եվ մի բան է հավելեմ պարարտանյութի սուբսիդավորման կարեւորության կապված գյուղատնտեսության միած սպეციფიկ բան ունի, որ այդ ապրանքի գինը մտնում է ապրանքի գյուղատնտեսական ապրանքի ինքնարժեքի մեջ ու ամբողջ տարին մենք այդ դրա պտուղները պետքա օգտագործենք, դրա համար չափազանց կարևոր է գյուղատնտեսության մեջ այս սուբսիդավորման իրականացումը եւ պարարտանյութի եւ մենք հետագայում խոսել ենք նաեւ դիզելի հետ կապված, որպեսզի Հայաստանի Հանրապետության բնակիչները այդ էֆեկտը ամբողջ տարի չկրեն իրենց վրա։ Այո, ես իրականում նկատի ունեի ոչ միայն պարարտանյութի, այլև ընդհանրապես շուկաները, որոնք այդ ազդեցության բերումով գնաճ են արձանագրել, մենք պետքա շատ ուշադիր մոնիտորինգ անենք եւ կարծում եմ սա էլ են դեպքն է, վերադառնալով հարկ վճարողի օրվան, որ բազմաթիվ քաղաքացիներ էլի իրենց գնումների ժամանակ հարկ համարել են հսկիչ դրամարկային կտրոն վերցնել եւ այդ հսկիչ դրամարկային կտրոն այդ թվում են քաղաքացիները հարգելի, ովքեր հիմա այս սուբսիդավորման ծրագրից օգտվելու են եւ իրանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար են ռեզերվ արել, որպեսզի այս sense իրավիճակում մենք հնարավորություն ունենանք իրանց վճարած գումարը վերադարձնել, որպեսզի իրանք գյուղատնտեսական գործունեություն ծավալեն այս գնաճային պայմանների նկատմամբ ավելի մեծ դիմադրողականություն եւ դիմակայունություն ցուցաբերելով։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։